Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված մարզային համերգաշարը նպատակ ունի ռադիոյի հոբելյանը նշել ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր համայնքներում, ունկնդիրների հետ անմիջական հանդիպումներով։ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում կազմակերպված համերգը միավորել էր տարբեր սերունդների հանդիսատեսի։ Շատերի համար Արևիկի երգերը մանկության հուշեր են, իսկ ամենափոքրերի համար առաջին հանդիպումը անսամբլի հետ։ Սիրված հին ու նոր երգերի գունապնակով հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլը Ստեփանավանում էր։ Նախ ջերմորեն շնորհավորում եմ հանրային ռադիոյին 100-ամյակի կապակցությամբ 100 տարի, 1 դար, բայց միշտ երիտասարդ մեր սիրելի հանրային ռադիոյին մաղթում եմ անխափան եթեր, բազմամիլիոնանոց ունկնդիրներ ամբողջ աշխարհում, ստեղծագործական մեծ վերելքներ։ «1970-ականներից գործող Արևիկը հանրային ռադիոյի ամենահայտնի ստեղծագործական կոլեկտիվներից է։ Անսամբլի սաներից շատերը հետագայում դարձել են ճանաչված երգիչներ, երաժիշտներ ու մշակութային գործիչներ։ Այսօր էլ Արևիկը շարունակում է համատեղել երաժշտական կրթությունն ու բեմական փորձը, նոր սերնդին փոխանցելով հայկական արվեստի ավանդույթները։ Հանդիսատեսի կողմից ես շատ չեմ կարող արտահայտվել, ավելի շուտ հանդիսատեսը երևի կասի իր ծափահարություններով, բայց այն, որ մենք շատ լուրջ ենք պատրաստվել եւ դուք էլ ինքներդ տեսաք, թե ինչքան լուրջ են նաեւ երեխաները պատրաստվել, դրան չէ որ դա իրոք մեծ պատիվ է մեզ համար հանդես գալ ռադիոյի կողմից Ստեփանավանի եւ Սպիտակի համար։ Համերգային ծրագրում հայրենասիրական, մանկական, ժողովրդական եւ ժամանակակից ստեղծագործություններ են։ Երեխաների անմիջականության շնորհիվ համերգը վերածվել էր ոչ միայն երաժշտական, այլև տոնական հանդիպման։ Թե ինչպես են տարիքով փոքր, բայց բեմում արդեն մեծ փորձ ունեցող արևիկցիները հաղթահարում անսպասելի իրավիճակները, պատմում է անսամբլի վոկալի մասնագետ Նաիրա Մելիքյանը։ Հոգեբանորեն պատրաստվելով եւ կոնկրետ վարժություններ, շնչառական վարժություններ, արտիկուլյացիայի վարժություններ, միմիկան, ամբողջը նպաստում են նրան, որպեսզի իրենք կարողանան այս ինչ-որ ֆորս մաժոր սիտուացիաներից դուրս գան։ Արևիկի սաներն ամեն շաբաթ մասնակցում են վոկալի, բեմական խոսքի եւ պարի պարապմունքների։ Մասնագետների խոսքով բեմում վստահությունը ձևավորվում է ոչ միայն երաժշտական կարողությունների, այլև ամենօրյա կարգապահ աշխատանքի շնորհիվ։ Համերգի ամենաերիտասարդ ունկնդիրներից 6-ամյա Գարեգինը ոչ միայն հավանել է համերգը, այլև առանձնացրեց իր ամենասիրելի ստեղծագործությունը։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքը, իմ բնորանը, չնաշխարհիկ։ Ցանկալի կլիներ կրկնվեր։ Էլի։ Միանշանակ։ Ձեր համար ոնց էր համերգը։ Հոյակապ հիասքանչ շնորհակալ ենք շատ։ Շուշուտ եք։ Լավ էր։ Ձեր համերգը դու ամբողջ համերգի ընթացքում նկարում էիր։ Այո, շատ լավ էր, շատ գեղեցիկ էր։ Այո, շատ ուրախ ենք, շատ գոհ են մեր երեխաները։ Ստեփանավանի համերգը հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված մարզային ծրագրի հերթական կանգառն էր։ Հունիսյան համերգային շրջանակում հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվները կհյուրընկալվեն նաև Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում, շարունակելով հոբելյանական միջոցառումները եւ հանրային ռադիոյի երաժշտական ասելիքը հասցնելով մարզերի ունկնդիրներին եւս։